40 օդանավի հերոս հրամանատար Միշա Անդրեասյանի թիկունքին վիրավոր ազատամարտիկների շունչն էր։ Զգոն արթուն հայացքը փախցնում էր հայոց բարձր երկինքը։ Արցախի լեռներում հայ զորականի ոտքերի տակ թավագլոր թշնամին, թուրք ազերիները էլի նենգորեն խոցեցին քաղաքացիական ավիացիայի Յակ-40 ինքնաթիռը, որ վիրավորներ էր տեղափոխում։ 1992 թվականի մայիսի 9-ին թշնամու գնդակներից օդում խոցված, առանց շարժիչների, առանց վայրեջքային շասիների, այրվող օդանավով համարձակ հմուտ հրամանատարը իր անձնակազմի հետ միասին ապշեցնող վարպետությամբ կարողացավ վայրեջք կատարել Սիսիանում։ Աշխարհը զարմացավ։ Նույնիսկ մասնագետներն ապշել էին, որ նման պայմաններում հնարավոր էր գրեթե կործանված օդանավը ղեկավարել ու անգամ վայրեջք կատարել։ 1000-ից մեկին չէր հաջողվի։ Տասնյակ ու տասնյակ թանկ, վիրավոր հայ կամավորականների կյանք փրկվեց հմուտ օդաչուի խիզախումից։ Ես լսել եմ, որ դա առաջին եւ վերջի անգամ չի տեղի ունեցել այդ պատահարը եւ բազմիցս անգամներ փորձել են նորից գնդակոծել, փորձել են հարվածել ինքնաթիռին, որպեսզի վերացնեն եւ թուրքերի ազերիների կողմից դա շարունակաբար կրկնվել է։ Նաեւ մայիսի դեպքը կցանկանայի ներկայացնեիք ինչ տեղի ունեցավ եւ նաեւ բացի մայիսից ես կարդացել եմ ձեր մասին տեղեկություններ, որ մի քանի դեպքեր էլ է այդպես եղել, խնդրեի ներկայացնեիք։ Մի քանի դեպք եղել է, մի անգամ վերտալոտներն են լարել մեր հետևից։ Մի հատ օղորմի իրան չկա արդեն Պետրոսյան Ռուդիկը։ Նա որ вообще ծեպտուն ձեն չէր հանամոտում, մեկը գոռաց ասեց Միշա կրակածիլը պոչ նստած է։ Մեխանիկ այդ ժամանակ Ջրագյան Կարոն էր։ Ասի կարող գաստուր փախնենք։ Ասեց ախր անիմները գցած է 300-ից ավել իրավունք չունենք բայել։ Ասի դե ջանդամ է 350 բայ ոչ մի բան չի լինի, պետք է փախնենք։ Մենք իմանալով հանդերձ որ մինչև 300 արագություն կրակածիլը կարող է գա էլի մեր հետևից։ Դրանից ավել չի կարող։ Այդտենց փախել ենք վայրը չենք կատարել Ստեփանակերտում։ Բնականաբար մենք ոչ զինված էինք Յակ-40-ը զենք չունի որ կրակի ինչ որ մի բան պաշտպանի, մենք անպաշտպան ինքնաթիռներ ենք օդում։ Դա համար փախել ենք։ Հատկապես այ մայիսի 9-ին էլ դե մայիսի 9-ին ճիշտ ասած շատ հետաքրքիր պատահեց։ Մայիսի 8-ին դրա առաջի օրը ես արել էի 3 չվերթ, 4-րդ չվերթը կատարեցի։ Իմիջիալոց ուշ մթով եմ նստել 4-րդ չվերթը Ստեփանակերտում։ 8-ից էր արդեն մութ էր։ Մոտավորապես ժամը 10-ի կողմերը հետ պետք է թռնեինք, անգամ աշխատողներին խնդրել եմ որ 2 հատ մեքենա կանանացնեն Պալասայի ձերում ստոպերը վառեն, որ ես իմանամ որ մեջտեղը Պալասեն է, որ առանց լուսերի թռնենք։ Այդ օրը շատ հետաքրքիր էր ամսի 8-ին, ուրեմն թռնելուց առաջ Կարոն էր մեխանիկ, ասեց կամազիր, ես ինչ արի, ձախ կողմից ոնց որ վերտալոտ եմ տեսնում կախված, սպասում որ մենք թռնենք, ասի չէ, ախպեր ինչ գործ ունենք վերտալոտ։ Ինչ որ է, բայց որոշեցի ինքս ինձ համար սաղ լուսերը վառեցի, ինչ լույս կար, մայակ էր, ամեն ինչը լրիվ վառեցի ու թռա դեպի Ագդամ։ Ասեց միշես ուր են գնում, ասի գրմեք Ագդամ։ Ասես բավար խփեն, ասի չեն խփի, գիշերը օդում տարածությունը շատ դժվար է էլի բռնացնել։ Ասի կկարծեն մենք Նախիջևանից Բաքու են գնում։ Հա, տենց բարձրանալով գնացինք դեպի Ագդամ, Ագդամից թեքվեցինք դեպի Եվլախ, ցույց տվեցինք որ մենք Բաքու են գնում։ Չասած Եվլախ տրասան կա դեպի Կիրովաբադ, թեքվեցինք դեպի Կիրովաբադ, ասի թող եմ մտածեմ որ մենք Բաքվից Կիրովաբադ են գնում, ով գիտի ուր են գնում։ Տենց հավաքելով գնացինք Սևանը բռնեցինք լակատորով, որ երևում արդեն նոր այդ ամեն ինչ անջատել ենք, շարժիչները դրել ենք մալիգազ ու սկսել ենք իջնել դեպի, ընկնել էլի, շատ մեծ արագությամբ իջանք դեպի Սևան։ Եկանք վայրեջք կատարեցինք,
Այրոպորտում ասում են, տղեկ ես խիչ չէ Սևան գալիս, ասենք դե տենց էր արմար տենց եկանք։ Դու ամեն մեկին չես բացատրի խի տենց եկար։ Ճիշտն ասած դա շատ հետաքրքիր չվերթեր։ Այդ օրը իմիջիալոս կոմանդոսն ասեց տղեկ, ես միջևերթն է որ կատարում եք հաշվեք որ վաղը Շուշին մերն է։ Մայիսի 9-ին վեր կացանք։ Ես ինքս գործ ունեի, ուրիշ գործեր ունեի, բայց գնացի այրոպորտ իմանամ ինչ վիճակում է։ Ու խաբարն եկավ որ Շուշին գրաված է։ Չգիտեմ ով էր ուշացել թե չէր եկել գործի, թե ինչ, в общем խնդրեցին ասին ինչ մի ռեյս կարող ես կատարել։ Ասի ճիշտն ասած այսօր իմ օրը չի թռնելու, որովհետև դրա առաջ օրը ես աշխատել եմ։ Մեր մոտ սենց չգրված օրենք էր։ Մի օր կռվում էինք, մի օր հանգստանում էինք։ Մի օր կռվ էինք գնում, մի օր հանգստանում էինք, որովհետև շատ դժվար է։ Պատկերացրեք օրեկան դաժե 3 չվերթանելով, այսինքն 6 անգամ անցնել ֆրոնտի գիծը ոնց ասեմ էլի։ Սահմանը, ճակատի գիծը շատ դժվար է։ Հոգեբանորեն է դժվար։ Այդ մի չվերթը կատարելուց որ չտեսա ոնց է վարվում Շուշին, ոնց է վարվում Ջանհասան գյուղ կատեղ Ստեփանակերտից մի քիչ վերև աչի կողմի վրա, ես այրոպորտից եմ նայում, շատ ուժեղ վարվում էր, ճիշտ է, որպես մարդ հասկանում ես ափսոս է, շենքաշինություն է վարվում է, բայց որ հիշում ես այդ երկու կողմից ինչքան են այդ Շուշիից եւ Ջանհասանից կրակել այրոպորտի վրա, Ստեփանակերտի վրա, ասում եմ ոչինչ, շատ լավ է, սիրտս ոնց որ հովանար այդ կրակից։ Այդ առաջի չվերթից հետո նոր էինք նստել, որ ուզում էինք արդեն մի կտոր հաց ուտեինք, նորից կանչեցին, ասին նորից է պետք անել։ Դավթյան Հարութներ հրամանատար նստած իր երկրորդ օթաչուն Կարապետյան Էրիկը Էրնեստը գնացել էր տուն հաց ուտելու։ Մեխանիկը вообще չկար, չեմ ամով էր, չեմ հիշում ճիշտն ասած, այսքան ժամանակ անց է, բայց ինչ որ այա չեմ հիշում ով էր, ինչ որ այա կանչեցին Արտավա Սահակյանին, բորդ մեխանիկ, ես էլ նստեցի աչից, դե ես ինստրուկտոր եմ, իրավունք ունեմ ձախից էլ նստեմ, աչից էլ նստեմ, այո, նստեցինք երեք հոգով ինչ որ բարձել էին, պետք է տանենք, հասցնենք Ստեփանակերտի։ Իմիջիալոս դրա առաջ օրը, ապսի 8-ին երեկոյան որ ես եկել եմ տուն գիշերը, նստած իրար հետ ոնց որ հատուկ զրույց գնար, այդ հարևանս ու քավորս ասեցին, «Միշ, բա որ ասենք խփեն, բա որ խփեն թևին, բա որ սենց լինի, ինչ պետք է անես», դե ասես սենց կանեմ, ոնց որ Աստվածից նախապատրաստել այդ ամեն ինչին, էլի, իրանց միջոցով լեզվով, հա։ Վերջը թռանք, դե մեր մոտ ընդունված, ասենք, բոլորով կռիվ մի մասնակցել, Աշոտն է գիտի, ասենք, եթե վտարոյ պիլոտը կա, երկրորդ օթաչյունու կամանձիրներն, ուրեմն взлет Երևանում անում է վտարոյ պիլոտը, Պասատկեն Ստեփանակերտում վայրեջքը կատարում է հրամանատարը, թռիչքը կատարում է հրամանատարը, Երևանում վայրեջքը կատարում է երկրորդ օթաչյունը։ Ըստ այդ օրենքի ես էլ ասեցի Հարութին, ասի Հարութ, ուրեմն դու ստեղից թռնում ես, ես նստում եմ, ես ընդից թռնում եմ, դու ստե նստում ես։ Սա եղավ շատ բարի, ու տենց էլ արեցինք։ Նստեցինք այն պավոր կակրաս մի հատ սուքսանինք Շուշվի վրա ֆռալով գնաց, եկավ ջերես Ստեփանակերտ ու գնաց դեպի Բաքու։ Ագդամ։ Աշխատողներից մեկը չեմ հիշում արդեն ով էր դիսպեչերներով, ասես տղեկ գնացել ասուն զապրավկի, ինչքան շուտ կարող եք թռեք։ Միլիարդից երկու ինքնաթիռ էին կանգնած, Չիլինգարյան Աշոտներ, ինքին դեմներ։ Ես էլ ճիշտ ասած ուրիշ գործեր ունեի Երևանում, քավոր հետ իր ավտոյով էին գնացել, սպասում էր քավորը, ասի աշ ինչ կլինի, ես քեզնից շուտ թռնեմ էլի, ասես թռի։ Ասի դե բերեք քանի հատ վիրավոր կա բան, բերեք, բարձեք, մենք գնանք։ Բարձեցին, դե չեմ հիշում քանի հոգի են ճիշտն ասած։ Ես ինձ թվում է 7-ից 9 հոգի են, մեկը ասում է 11-12 հոգի, մյուսը ասում է 28 հոգի, չգիտեմ, ճիշտն ասած այդ հարցը այդ էական չի քանի հոգի են, էլի թող 50 հոգի լինեն կամ 60 հոգի, թող մի հոգի լինի, կապ չունի։ Կարևորը որ վիրավոր էին, պետք է հասցնեինք։ Մենք թռանք։ Նստեցինք թռանք, էլի թռիչքը ես էի կատարում։ Հա Աշոտը մնացած վիրավորներին վերցնի գա, ինտերվալը մեր երևի մի 5-7 րոպե, կարող 10 րոպե, չեմ մամ ինչքան, կարող 5 րոպե, հա։ Հոտում Քելբաջարի կողմերը արդեն
համարյա Քերբաջարի տրավերզին ենք, մի հատ գմփոց եկավ, շատ ուժեղ ու թափ տվեց համալյոտը, ինքս ինձ ասեցի, էլի ինձ խփեցին, որ խփեցին, մեխանիկին ասի, Արտո մի հատ, կրակ բաժարի սիգնալիզացիան միացավ, ասի, Արտո էլի մատորին են խփել, մի հատ նայ, ասես, չէ, մատորը չի վարվում, ասում եմ, խիա միացի, ասում եմ, չգիտեմ, ասի, մի հատ գնա նայ, գնաց նայեց, ասես, թևին են խփել, ասի, լավ, արի, եկավ նստեց, մեկը դուրը ծեծեցին, վիրավորներից մեկը, նենդին բացի վիրավորից ոտի վրա էլ մարդիկ այն, որոնք որ տան բերում էին, ասես տղեկ, այդ վիրաբանը մտավ, այդ վիդային ասես տղեկ ջան, ոնց որ թևը վարվում, հալի մի հատ եկեք նայեք, ասի Արտո գնա նայ, Արտոն գնաց նայեց, տեսավ ասպ, եկավ ասում եմ միշտ թևն է վարվում, 2-3 հատ փորձ արեցի, սկալժենի էին ասում, մոտ սենց թևը թեկված, չէ, սկալժենի, սենց թևի վրա, սենց սկալզիշ, որ այս կրակը պոկի էլի վրից, դե կրակը չպոկվեց, հիմա կրակա վարվում, աշոտը տեսել էր, հետևից գալ, ասում եմ, այդ խփեցին քեզ, ասի հա խփել են, բա ինչ եք անել, ասի ոչ մի բան, բարևներ սաղին մենք կնստենք, ասես, դե մոտիկը Սիսյանն ասի հա, ես տենց եմ մտածել եմ Սիսյան պետք է նստենք։ Ֆրացինք, որ վարվում էր թևը, հրթիռ կպե, ինչ էր կպե, ես չեմ տեսել, ոչ ինքնաթիռ եմ տեսել, ոչ հրթիռն եմ տեսել, որտեվ ես տեղից չէի վերկանում, հրդեից ուրեմն մեր կոմունիկացիայի մի մասը դուրս էր եկել շարքից, այսինքն նույն ավտոպիլոտը, նույն գիդրոսիստեման, ես ասկոլեշնի կպել էր լրիվ երևի, վնասել էր ինքնաթիռը, անիվները չէին բաց թողվում։ Ես ֆարացի Սպանդարյանով, առաջվա Սպանդարյան, մանդեղ լիճ են սարքել դեպի Սիսյան, թեկվեցի դեպի Սիսյան, որ նստենք։ Ներքևում արդեն այդ պահին ասեցի Արտո կգնաս ավարինի մեր դռներ ունենք էլի, ասի վթարային դռները բաց պայի, որովհետև կարող նստենք հարվածից դռները փակվի, ոչ մեկս չկարողանանք դուրս գանք, կվառվենք ինքնաթիռի մեջ, ասեց եղավ։ Ու ասեցի սաղին կասես թող իրար գրկեն, որ փափուկ լինի էլի։ Արտոն տենց էլ արել էր։ Ես էլ աջ կողմից որ նստած եմ, աջ կողմից կարելի է մեխանիկորեն անիվները գցել։ Ես այդ քաշել էի այդ ռուշկան, ուրեմն գցել էի անիվները, բայց դեմիակը դուրս է գալի դեպի, պապատոկո էլի սենց ասենք, օթի, հա, իսկ մեջտեղիները դուրս չեկան, տենց էլ դուրս չեկան, փաստորեն մենք առաջի հակով խփեցի գետնին, հա, ամենավերջի պահին այդ մի շարժիչներ աշխատում, դա էլ անջատեցի, որ вообще ոչ մի բան չաշխատի, իմիջիալոց Արտոյին ասել էի դուրս գար, դուրս չեկավ, տենց է մնա, ես չեմ տեսել, որ ինքը դուրս, ես իրան ասել էի կանջատես ամեն ինչ ու դուրս կգաս, իրանց կգրկես, որ քեզ էլ վնաս չտա, որտեվ ես պատկերացնում էի ինքը որ խփեի գետնին, ինքը sense թռնելու էր ու գլխով խփելու էր այդ ապակուն, մեր ապակին է, սկի քարով չես կարող ջարդես, պատկերացրեք իր գլխի հետ ինչ կկատարվեր, այսինքն կզոհվեր էլի։ Հա, ինքն էլ նոր ամուսնացած։ Երկու ամսվա։ Բայց ինքը դուրս չէր եկել։ Ինչ որ միտեղ երևի դա մի բան էլ փրկեց իրան, կապնվել էր։ Ես դեռ ասեմ, ես չհասցրեցի կապնվեմ, տենց էլ առանց կապնվելու մնացի։ Դե ուրիշ պայմաններ էր կողքից նստած, այ որ մենք նոր ասում ենք ստրես այդ Դավթյանը, հարթունից մի հատ ստրեսի մեջ էր մտել, որ ես զգացի, որ ինքը քարացել է, հասկանում եք, դա մեղադրանք չի, դա պրոստը մարդկանց հետ լինում է, մարդ ամեն մի մարդ ինչ որ միտեղ կարող է իրան կորցնի։ Դե հիմա ես չէի կարող թողնել եղեկը եւ սկսեի կապնվել, եթե տեսնում եմ այդ մարդ։ Ինչ որ է, նստանք եւ որ խփեցինք ինքնաթիռը գետնին, ինքնաթիռը նորից փոկվեց օդ։ Երկրորդ անգամ որ սեղմեցի, կպցրեցի ու սկսեցի ջարդել ոտը, այն առաջի ոտը որ դուրս էր եկել, ես հասկանում եմ, պետք է ջարդեմ ոտը, որ կարողանանք սլանանք այդ գետնի վրով։ Ու ես գիտեի, եթե ոտը չջարդեմ, եթե ինքնաթիռը այսպես մնա պոչը կփոկվի, այդ լրիվ ֆիդայները տակից sense քարկդիկի պես կիջնեն ներքև։ Այդ պահի դաժե ես ինչքան հիշում եմ գոռացի, ասել, արա դե մի բանով օգնել, տեսնում չեմ կարողանում արդեն պայեմ, շատ դժվար է, դուք չեք պատկերացնում ինչ դժվար է պայել ինքնաթիռ նստած փորի վրա, որի տակից անիվները մի քիչ դուրս եկած են։ Դե միշտ աղոթքների մեջ էի, միշտ սպասումների,
երկինք էի անդատնայում ինչ եղանակ է, օդաչոյի կինդինել այդքան էլ հեշտ բան չի։ Մի սպասումների մեջ ես եւ գնում է պատերազմ, գիտես որ ինչա կատարվում այնտեղ, բայց միևնույն է, ուրիշ լուծում չկար։ Բոլորս պարտավոր ենք մեր հայրենիքին ծառայել, եւ իմ ծառայությունն էլ աղոթքով էր միայն, որ կարող էի ծառայել, եւ երբեք ամուսուս չեմ ասել հանկարծ չթրջես կամ միշտ մտածել եմ, որ մենք պարտավոր ենք մեր հայրենիքի համար պայքարել։ Ինչ որ ոչ մի կերպ կանգնեցինք, դե ես սենց ինձ հետ էի գցել կրեսլոյում մի պահ, ոնց որ ասած աչքերս էլ փակեցի, սենց որ բարձանք որոդի։ Մի քիչ շուրեկա տեսա կաբինայում մարդ չկա, մեր խցիկում մարդ չկա։ Այս դուռը բաց էր, որ տեսա մարդ չկա, ասի լավ, ուզեցա վերկանամ, զգացի որ չեմ կարողանում վերկանամ։ Ասերի մի բան պատահել է, կրեսլոյի թևը բացեցի, ստեղ պատլակոտնիկը, ասին սենց գցեմ ներքև, ու քաշտալով դուրս գամ։ Տենց էլ արեցի, որ գցեցի ինձ ներքև, այդ մոմենտ Արտոն մտավ, ներս ասեց միշես ինչ ես ամ, ասում եմ դուրս գամ, ասեց արի, ասի Արտո ոտերս չի աշխատում, չեմ զգում էլի ոտերս ասի։ Ասեց ես քեզ կհանեմ, շալակեց հանեց, որ հանում էր, ասի Արտո մարդ չի մնացել ներսում, ասեց չէ։ Ասի կարող մնացած են այդ լրիվ մուխի մեջ, կրակի մեջ սալոնը։ Էլ Աստծո մատախառն է, որովհետև բոլորը փախել են ինքնաթիռից, իսկ Միշան քանի որ ողնաշարը ջարդվել էր, ինքը չէր կարող գնալ։ Այրված ինքնաթիռի մեջ անկարծ մեխանիկը հիշել է, որ բոլորը դրսում են, իսկ Միշան չկա։ Ասի ինձ դիրստեղ դու նորից մտի մի հատ նայ։ Արտոն ասեց միշտ բա որ պայթի։ Ասի Արտոն ջան, որ պայթի ես քեզ հետ եմ պայթելու, ինչ տարբերություն դու ինձ դիրստեղ դու մտի մի հատ մեջը նայ, գուցե մարդա մնաց, հետո մեր զրտների խիղճի վրա դար չսարքենք էլ։ Մտավ դուրս եկավ մի հատ վառված կարաբին էր ձեռ, ասեց էսա մնաց է։ Ասի դե լավ, որ տենցա գնացինք։ Նորից շալակեց, տարավ։ Այդ պայն ասի բա մնացածն ուրեն ասեց փախել են։ Որտեղ են փախեց, ցույց տվեց ձորի մեջով ոնց են իրանք վազում, տեսա, ես էլ նայեցի, ինքը որ տարավ առաջ տեսա։ Ասի լավ, դե հիմա արի ինձ տար մի քիչ այնյան, ինքնաթիռից որ հանկարծ պայթել, մենք արդեն չվնասվենք։ Ասի մի հատ քար ես վերցնում, գնում ես մեծ ապակիներ Սիսիանի аэроպորտի ապակին։ Ասի կխփես մարդ չկա հիմա, ասի դե ժամը մոտավորապես 5:06-ներ երևի կամ 5-ներ, 5-ից 6-ը ոչ։ Ասի կխփես ապակին կջարդես, կմտնես ներս։ Ռադիոստանցիան կմիացնես 133.0 ռաժոկը անունը։ Ասի ռաժոկին կկանչես, ռաժոկը չի պատասխանի, այնտեղ կա ուրիշ Պոլզանա, Ռատոնդան, այսինքն Գորիսին Գորիսնա ջերմուկնա բոլորն էլ հիմա ոնց են լինի դիսպեչեր կա էլի թեկուզ աերոդրոմները չեն աշխատում աերոպորտները ասի իրանց կասես որ ամեն ինչ նորմալ է մենք ողջ առողջ ենք նույն ինքնաթիռը վառվել է բայց էկիպաժին եւ վիրավորներին չեն վնասվում ասես լավ այդ պահին դա մի 60 մետր էր էլի երևի 50-60 ասես էլի տանեմ ասի չէ հերիքա վախում ես այդքան որ պայթի տնաշեն մեզ չէր հասնի այդ կրակը Մենք ինքնաթիռի ձեն լսեցինք։ Դու մի ասա Աշոտը մենք կարծում ենք դե ինքը անցել է, գնացել է, դե ինքն էլ էր վիրավոր տանում։ Ֆռացել է որ գա տեսնա մեզ հետ ինչա կատարվում։ Նոր ձեռով խաչաձև սենց արեցից բանը Արտոն ցույց տվեց, ասի ցույց տուր որ գնա թող չնստի։ Որտեվ պալասայի վրա որ մենք նստել ենք, կտոր տեղ կլներ, բայց կարող կտոր մասեր ինչ որ մասեր լիներ մեր ինքնաթիռից, վնասել այդ ինքնաթիռն էլ դեպ վնասվեր։ Մայիսի 9-ին Միշան թռիչք չուներ, բայց գնացել էր թռիչք էին ուղարկել իրեն։ Սպասում էինք, որ շուտ տուն գար, որովհետև այդպես պայմանավորվածություն ունենք, բայց չեկավ։ Մինչև նրա գալը, ընկերներից մեկը եկավ ինձ մոտ, երևի նա արդեն գիտեր, որ այդ դեպքը կատարվել է։ Ինձ եկավ եւ ասեց. «Ինչի՞ ես թողնում, որ քո ամուսինը թռչի։ Դու չգիտես, որ պատերազմից դու երրորդ երեխան ես ունեցել, դու չես մտածում, թե ինչա լինելու»։ Ասեցի, եթե ամեն մեկս մտածենք մեր անձի մասին, ով պետք է գնա մեր հայրենիքը պաշտպանի։ Եվ շատ զարմացած ինձ նայեց, ասի, որովհետև Աստված մեզ այդպես է սովորեցնում, որ պետք է մենք եւ հայրենասերել լինենք, մեր հայրենիքի համար աղոթենք։ Ինչևէ Միշան տուն չեկավ, ինձ լույս չեն տալիս, գիտեին իրենք, փաստորեն չէին ասել։ Երկույան ես շատ վատ հիվանդ էի, բարձր ջերմություն ունեի։ Քրոջս խնդրեցի որ գա ինձ մոտ, որովհետև ինձ ասել են որ Միշան չի գալու, թռիչքը հետաձգվել է
Ղարաբաղից չի գալու։ Եվ արդեն անկողին ենք մտնում, երեխաս փոքր, նորած է, նոր ծնված, մի քանի օրականներ ընդամենը, եւ հանկարծ դուռը թակեցին ու հարցրեցի ով է, բա Միշայի ընկերներն են, եկել ենք ասենք, որ Միշայի ինքնաթիռը վառվել է, բայց իրան բան չի եղել։ Պատկերացնում եք մարդուն այդպեսի բան ասեն, դե մտածում ես ոնց կարող է ինքնաթիռը վառվի եւ մարդուն որևէ բան չլինի։ Այդ պահին մի հատ մոսկվիչ եկավ, դեղին գույնի մի հատ մոսկվիչեր են 412 հատ, 408 այս չեմ հիշում արդեն։ Մեջ երկու հատ ֆիդային։ Բատեղեք ջան ինչ ա եղել, արտուն բացատրեց, որ սենց մեր կամանձիրնա մեջքը ցավամա չի կարող շարժվի։ Տարան հիվանդանոցում երևի մի չեմ ամի 20 րոպե կես ժամ հետո թե ինչքան մնացածներին էլ բերեցին տղաներին։ Հա, ինձ տարան ռենտգեն արեցին, տեսան որ մեջքս ջարդված է, ողնաշարս առաջի գոտկային էր, հա, կոմպրեսիոնի ջարդված։ Ու մենք սպասեցինք, ես չեմ ամ քանիսին են եկել, ոնց են եկել, մի քանի ժամ հետո այդ ուղաթիռները եկան, երկու հատ ուղաթիռ եկավ։ Ինչ որ ասա, տենց բերեցին մեզ Երևան։ Մեզ բերեցին Երևան, բերեցին մասիվի հիվանդանոց ինձ։ Բերեցին պարկացրեցին, տղերքը ասեցին, բա ինչ անենք հիմա։ Ասի գնացեք մենակ տունը ասեք, որ սենց բանապատ է, բայց ամեն ինչ նորմալ է։ Հա։ Ու տղաները եկել մեր տանը ասել են, կնոջս ասել են ամեն ինչ նորմալ է, Միշան հիվանդանոց։ Մեկ է բերեցին, կինս եկավ։ Ինչ գործեցի, ասի խնդրում եմ, մի գնացեք, սպասեք, ես մի հատ ես տեսնեմ դուռը բաց է։ Մեկան ներս, ասեցին, որ այսպեսի դեպք ա եղել, բայց Միշան փրկվել է։ Ես իհարկե հասկացա, որ դա տիրոջ գործն է, որ դա աղոթքների արդյունքն է, շատ համ տխրեցի, որ ամուսնուս այդպեսի դժվարության միջով անցել։ Համը շատ ուրախ է, որ Աստված իմ աղոթքները լսել է։ Այդպես իրենց հետ գնացի շատ բարձր ջերմությամբ, երևի արդեն 40 աստիճան էր ջերմությունս, որտեղ նույնիսկ ես զգում էի, որ երբեմն գիտակցությունս էլ լավ չէր գործում, դե խմած գնացել եմ այդպես, ու այդ տաք եղանակին այնպես եմ դողացնում, այդ մի կողմից այդ հուզմունքը, մի կողմից ջերմությունս, ինչևէ գնաց, ճիշտ որ ասեմ, նույնիսկ քույրս ասեց մի գնա, ինչ գիտես, կարողա թշնամիներին քեզ տանում են, որովհետև այդ ժամանակ Միշայի գլուխը շատ թանկ արժե, շատ բջջացիների մոտ, իրենք արդեն գիտեին, որ ինքը շատ աթռնում, հա, բայց ես չլսեցի նրան, գնացինք, տեսա Միշային, մտա շատ գունատ Պարկած էր ինքը, բոլորը որ ոչ մի բան չի եղել, քույրիկ ջան, մի վախեցի բան, նստած ոչ մի բան չի կարողանում, ես ինքս ջերմության մեջ, հոգևոր մարդը ինչ պետք է անի, նստած աղոթում եմ, համ դացս գալիս է, որ ինքը այսպեսի վիճակում է, մյուս կողմից էլ անդադ ուրախ եմ, որ Տերը իրեն չի թողել։ Ամսից ավել երևի պարկեցի, միջև այդ ոնաշարը կապավ կորսետի մեջ, մի տարի կորսետ եմ հագել երկաթի, կամաց ժոստկի կորսետը փապկացնելով եւ այլ, մի տարի հետո այդ պահին շատ էին գալիս նախարարներ էին գալիս եւ այլ, ամեն մեկը մի բան ասում էր էլի, առողջապահության նախարարը ճիշտ ասած չեմ հիշում ով էր այն ժամանակ 92 թվին ասեց ես ամեն ինչ կանեմ որ դու թռնես, ուզում ես թռնես, ասի անպայման, ասեց ես ամեն ինչ կանեմ որ դու թռնես, ես էլ իմ հեռախոսի համար ասա եղավ, բայց բոլորը ինչ ասում են, ասում են կթռնես, բայց հետո ինձ պատմեցին, ասում են մենք հաղթա գիտենք որ դու չես թռնելու, այդ ողնաշարի ջարդացից հետո անցավ մի տարի, գնացի որ թռնեմ, բժիշկները ասեցին չէ, քեզ չի կարելի թռնել։ Մեր գլխավոր բժիշկը իմ ձեռը բռնել է, ոնց որ փոճուր երեխայի, սենց տարել arrive կաբինետները ֆրացրել է ու ես անցել եմ կամիսին։ Իսկ ամենադժվարը եղել է նորից սովորել քայլել, մի ամիս պարկելուց հետո, մի ամսից։ Առաջ անգամ որ վեր կացա, սիրտս խառնեց, գլուխս ֆռաց, նորից պարկեցի։ Երկրորդ անգամ վեր կացա ու զգացի ինձ թվաց ես այնքան բոյով եմ, ասես ինչքան մեծ եմ ես հակազվեց, դե որ պարկած ես լինում, չես զգում այդ բանը։ Ու տենց կամած նորից քայլ սովորեցի բան գալ։ Որ հրաշքա կատարվել, որովհետև այդպիսի բան շատ ազվագյուտ է լինում, ինքնաթիռի հետ որ մարդ փրկվի։ Եվ ես իրեն հարցրեցի, ասացի Միշա, խնդրում եմ ինձ ասա, ո՞նց եղավ այդ բոլորը։ Ասեց որ երբ որ սկսեց այրվել ինքնաթիռը, ես արդեն հասկացա, որ շարժիչները չեն գործում եւ արդեն այրվելու է ինքնաթիռը, ոչ մեկ չի փրկվի, ես խնդրեցի Աստծուն, խնդրեցի ասի Շուշանի Աստված, խնդրում եմ քեզ, լսիր իմ ձայնը, այսքան մարդկանց
նրանց կյանքը փրկիր, համ էլ իմ կյանքը։ Ես ինչ շատ վատ կզգամ, որ ստեղից ոչ մեկ չփրկվի։ Եվ Աստված իսկապես լսեց նրան, փառք մեր Տիրոջը, որ երբեք մեզ չի թողնի, մեզ չի լքի, միշտ մեզ հետ է։ Ամբողջ իմ կյանքի ընթացքում միայն դա եմ հասկացել, որ նա միշտ ինձ հետ է, ես մենակ չեմ, ինչ տխրություն է լինի, ես նրանով եմ հաղթում։ Փառք Տեր Հիսուսին ամեն ինչի համար։ Բոլորը ինչպես ինքը խնդրել, որ ոչ մեկին ոչ մի վնաս չլինի, Աստված կատարելապես էր արել։ Ոչ մեկին ոչինչ չէր եղել, միայն Միշայի ողնաշարն էր ջարդվել։ Բայց էլի Աստծուց շատ շնորհակալ եմ, որովհետև շատ շուտ վերականգնվեց։ Ես տեսել եմ այդպիսի հիվանդներ եկել են Միշային տեսնեն, դա էլ է Աստծո փառքի համար։ Հիվանդանոցում ես գնացել եմ Միշային այցելության, իմիջիալուց ասեմ, Միշան այդքան հիվանդանոցում պարկեց, ես էլ տանը ծանր հիվանդ պարկած էի։ Այդ փորձությունների մեջ երեխայի հետ ես հիվանդ տանը պարկած էի, ամուսինս այնտեղ ես ոչ մի բանով նրան չծառայեցի, բայց Աստված այնքան մարդկանց սրտի մեջ դրեց, այնքան մարդ օգնեցին, քրոջս տղան ինձանից շատ ավելի լավ պահեց նրան, Աստված թող օրհնի նրան է շատ։ Եվ արդից օգտվելով ուզում եմ, ես գիտեմ, որ շատ մարդիկ են օգնել այդ ժամանակ, գիտեք այդ ժամանակ մարդիկ ավելի սիրով էին իրար նկատմամբ։ Նոր էր պատերազմը սկսել, մարդիկ այսպես չէին չարացել։ Եվ այնքան մարդիկ գյուղերից, շրջաններից գայս են Միշայի հետ ծանոթանալու, գայս են տեսնելու այդ մարդուն։ Եվ ես շատ շնորհակալ եմ բոլորից։ Ոչ մեկին ոչինչ չեղավ, Միշայի հետ էր միայն պատահել, բայց Միշան էլ շատ վատ էր եւ գիտեք արդեն ինքը ոտքի էր կանգնում էր, բայց այդ ցավեր ուներ, ողնաշարը իրեն լավ չէր ենթարկում։ Մի անգամ իրեն խնդրեցի, ասի արի միասին գնանք հավաքույթին։ Այնտեղ եղբայրները թող քեզ համար աղոթեն։ Հավաքույթից հետո ինքը մտեցավ, քանի որ եղբայրները արդեն այցելել էին, առանց իմանալու որ նա ամուսինն է, այցելել էին նրան հիվանդանոց եւ իմացել են որ կինը հավատացյալ է։ Եղբայրները իրան ճանաչեցին եւ շատ ջերմությամբ ընդունեցին ու եկան աղոթելու, այդ աղոթքից հետո ինքը արդեն շատ դեպի լավը գնաց եւ ինքը իր բերանով խոստովանվեց, որ աղոթքից հետո ես իսկապես բժշկվեցի։ Միխայել, ես լսել եմ, որ այդ ընթացքներում, երբ որ տեսել եք ինքնաթիռը վառվելուց, դուք Աստծուն խնդրել եք, որ ձեզ օգնի։ Ես կուզեի այդ մասը նշեք, որովհետև շատերին է հետաքրքիր։ Գիտեմ, որ մարդիկ դժվարության մեջ ամենաառաջինը, ամենամոտ եղող Աստվածն է, որ Աստծուց խնդրեն օգնությունը։ Այդ պահին ինչ էիք անում, երբ որ այդ դժվարությունները գալիս էր։ Այդ իմիջիալոց խփելուց հետո, որ արդեն կարգին հրդեհ սկսեց վառվել եւ այլ, տեսա որ չեմ կարողանում հանգցնեմ, դե պետք է նստեի միտեղ Սիսյան, ասի Տեր Աստված, ինձ 2 րոպե ժամանակ տուր։ Ես այս ինքնաթիռը կնստացնեմ։ Ասել եմ, բայց դե տվեց, ինձ այդ րոպեները տվեց Աստված, փառք Աստծո։ Եվ ոնց են ասում, ում էի մի կտոր հաստվել, որ Աստված դեմս բերեց, դա ճիշտ բան է, ես ասում եմ, տեսեք, քանի դեպք եղավ, 2 անգամ խփեցին 40 օրվա ընթացքում, մի 2 անգամ դες փախուստի եմ դիմել, մի անգամ ինքնաթիռից եմ փախել, մտել եմ ամպերի մեջ փախել եմ, 2 անգամ ուղղաթիռներից եմ փախել։ Այսինքն Աստված պահապան է եղել մեր բոլոր օթաչուներին, բոլոր։ Այդքան բան։ Այդ տարիները ծանր են ամբողջ հայ ազգի համար, ասեմ, որ բոլոր քրիստոնյաներն էլ իրենք էլ աղոթքով էին պայքարում եւ աղոթքի մեջ հիշում էին բոլոր զինվորներին էլ եւ օթաչուներին էլ։ Ասեմ, որ Միխայել Անդրեասյանի կինը ինքն էլ հավատքով լցված կին է եւ ինքն էլ շատ աղոթք է արել իր ամուսնու եւ իր ընկերների համար, ովքեր որ այդ օրերին առանց վախենալու թռիչքներ էին կատարում Արցախ, որը շատ վտանգավոր էր եւ ոչ մեկ էլ չգիտեր, որ եթե թռնի ապա կվերադառնա թե ոչ։ Շնորհակալ եմ, որ իմ ամուսնուս փրկել է։ Շնորհակալ եմ եւ ասում եմ, իմ միակ երազանքն է, որ իմ ընտանիքը բոլորը ապաշխարեն, բոլորը Աստծո խոսքին ծանոթ են, Աստծուն սիրում են, բայց նվիրված չեն։ Կատարյալ նվիրվեն Աստծուն եւ ինքը Միշան էլ Աստծուն ծառայեն։ Ուզում եմ առիթից օգտվելով ասել բոլոր մարդկությանը, որ երբևէ մի հուսահատվեք, մի վախեցեք ոչ մի բանից, ինչ դժվարություն էլ որ լինի, Աստված ձեզ երբեք չի թողնի, միշտ հիշեք, առաջինը ձեռք մեկնեք ձեր երկնային Հորը եւ նա էլ ձեր ձեռք կմեկնի ձեզ եւ կտեսեք թե ինչ երջանիկ մարդ կդառնաք, ինչպես ես եմ հիմա։ Փառք Տիրոջը։ Ասում է կանչիր ինձ քո նեղության ժամանակ եւ ես կպատասխանեմ։ Միակն է, որ ասում է երբ որ նեղության մեջ ենք, ինձ կանչի։ Աստված երբևէ անպատասխան չի թողել։